Բաքուն մեծացնում է լարումը սահմանին, վերջին օրերին ավելացել են կրակահերթերը, ընդլայնվել է աշխարհագրությունը, հայտարարում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը, որ նոր է վերադարձել առաջնագծից ու սահմանամերձ բնակավայրերից։ Ադրբեջանը կրակում է տարբեր ուղղություններով, համակարգված ամեն օր գրեթե նույն ժամին։ Լարվածությունը պահելու համար կրակում են հատկապես այն ուղղություններով, որոնց մերձակայքում բնակավայրեր կան։ Եթե սկզբնական շրջանում խնացող խոզնավար գյուղերն էին, ջերմուկը կամ Վարդենիսի հատվածի տարբեր ուղղություններ, ապա հետագայում դրանք Արավուսի հատվածում են սկսել նաև արձանագրվել տեղ գյուղի ուղղությամբ, Տավուշում մի քանի ուղղություններով եւ այլն։ Այսինքն ակնհայտ է, որ թեև դանդաղ, սակայն լարվածության որոշակի աճող դինամիկա կա։ Պատգամավորի համար զարմանալի է, որ միջազգային հանրությունը որևէ կերպ չի արձագանքում ադրբեջանական սադրանքներին, Բաքուն սրանով որոշ տրամադրություններ է շոշափում, իսկ այլ երկրների իներտությունը կարող է կանաչ լույս վառել ադրբեջանական ագրեսիայի համար։ Ալիևը շարունակում է խոսել ուլտիմատումներով, ասում է, քանի դեռ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ եւ Հայաստանն ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք ըստ նրա կան մեր երկրի սահմանադրության մեջ, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի։ Ադրբեջանը շատ պարզ մի քանի կոնտեքստով փորձում է ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունների ադրբեջանական պահանջների չկատարումը կարող է բերել առաջնագծի տաքացմանը եւ որպես դրսեւորում դրանք կարող են արտահայտվել նաեւ տեղային տարբեր մարտերի ձևով, որոնք մենք այս վերջին 3 տասնամյակի ընթացքում տեսել ենք։ Ալիևը Հայաստանի ներսում ռևանշիստների երկու խումբ է տեսնում՝ ակտիվ եւ պասիվ։ Այսօրվա իշխանությանը պասիվ ռևանշիստ է համարում, քանի որ ըստ նրա Հայաստանը մահացու զենքեր է գնում ու հրաժարվում է դե յուրե լուծարել ՀՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանի նախագահի խոսքով Հայաստանն ընդամենը ժամանակ է շահում ու սպասում աշխարհաքաղաքական փոփոխությունների։ You will hardly find any Armenian politician Դուք հազիվ թե գտնեք որևէ հայ պաշտոնյայի, որ չի երազում Ղարաբաղը հետ բերելու մասին։ Այս իրականության մասին մենք տեղյակ ենք տարբեր աղբյուրներից։ Մենք չենք կարող անտեսել հնարավոր վտանգները։ Պետք է միշտ զգոն լինենք դրա համար, շարունակում ենք զգալի միջոցներ ծախսել սպառազինության վրա։ Սա չի նշանակում, որ մենք ագրեսիա ենք ծրագրում։ Սա նշանակում է, որ մենք որպես ագրեսիայի զոհ ուզում ենք մեզ պաշտպանել ու պատժել Հայաստանին, եթե նրանք որոշեն նորից մեզ վնաս պատճառել։ Սա ասում է մեկը, որ առաջնագծում հրադադարի խախտումներ հրահրելուն զուգահեռ ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է անցկացնում։ Ռազմական բաղադրիչից զատ Բաքուն հստակ ցույց է տալիս դրա քաղաքական կողմը։ Սցենարային զարգացում էր նկարագրված, որը ենթադրում էր եւ մարտական դիրքերի գրավում հակառակորդի եւ նաեւ հակառակորդի բնակավայրի նկատմամբ վերահսկողության հաստատում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից։ Եվ եթե նկատի ունենք այն հանգամանքը, որ այս հրադադարի ռեժիմի խախտումները այս օրերի հիմնականում սահմանամերձ բնակավայրի մերձակա հատվածներում են, բնականաբար սա իր մեջ նաև որոշակի սպառնալիք է ենթադրում։ Ադրբեջանական բանակի նոր գնումների մասին են վկայում պայմանագրերը Իսրայելի, Պակիստանի ու Թուրքիայի հետ։ Բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ Ադրբեջանն Իսրայելից զենք տեղափոխող նոր ինքնաթիռներ կստանա։ Ավիացիայի մասով ոչ միայն նոր գնումներ է իրականացում, այլ նաև մոդեռնիզացում են միջև այդ ադրբեջանական պարկում եղած ինքնաթիռները։ Օրինակ դրանցում տեղակայում այնպիսի հրթիռներ, որոնք շատ ավելի մեծ հեռահարություն ունեն, քան դրանք եղել են իրենց նշանակության ժամանակահատվածում, այսինքն Ադրբեջանը բավականին լուրջ քայլեր է անում զինված ուժերի սպառազինման տեսանկյունից։ Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը։ Արտգործնախարարությունը այսպես է պատասխանել սխալ եւ ոչ ամբողջական քարտեզներ տրամադրելու Բաքվի մեղադրանքներին։ Արտաքին գերատեսչությունը նաեւ հայտարարել է, որ ավելի լավ եւ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան։ Եթե որևէ մեկին Հայաստանում կամ Ադրբեջանում թվում է, որ դրանք ամբողջությամբ քարտեզագրված են, ապա դա այդպես չէ։ Առաջին պատերազմից սկսված կան հատվածներ, որտեղ դրվել են ականներ, բայց դրանք որևէ տեղ արձանագրված չեն եղել տարբեր իրավիճակներով պայմանավորված, այնպես որ Ադրբեջանը այսօր կրում է իր ագրեսոր քաղաքականության պատուղները, որը արտահայտվում է նրա բնակիչների այդ պայթելու դեպքերով
եւ այստեղ Հայաստանի Հանրապետությունը որևէ պատասխանատվություն չունի։ Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղ է համարում Ադրբեջանի նախագահը, բայց ասում է պատրաստ են վստահություն ստեղծելու ուղղությամբ փոքր քայլեր սկսել։ Ադրբեջանը քայլ առ քայլ մոտենալու կամ բարեկամանալու անվտանգ հասկանում է իր պահանջների կատարումը։ Իսկ այդ պահանջների կատարումը բերելու է Հայաստանի ինքնիշխանության թուլացմանը եւ Հայաստանի ցանկացած իշխանության հաջորդ բոլոր իշխանությունների կախվածության մեծացմանը Ադրբեջանից։ Վստահության ձևավորմանը միտված առաջարկներ Բաքուն ստացել է վրացի գործընկերներից։ Ըստ Ալիևի դրական պատասխան են տվել եւ սպասում են հայկական կողմի դիրքորոշմանը։ Խոսքը լրագրողների, մտավորականների փոխայցելությունների, անդրսահմանային գետերի թեմայով համատեղ նիստերի մասին է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։